Բարև ձեզ, պարոն Պարսիլյան։ Բարև ձեզ։ Անցած կիրակի վստահ եմ տեղյակ եք Հովանավանքում տեղի ունեցավ պատարակ, կարգալույց հռչակված Արամ Քահանա Ասատրյանի մատուցմամբ, որին մասնակցում էր նաև Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Պարսիլյան, պատարակի մատուցումից հետո եւ դրան նախորդող շրջանում կարծիքներ հնչեցին, որ վարչապետը փաստորեն ոչ լեգիտիմ մի միջոցառման է մասնակցում կարգալույց հռչակվածի կողմից մատուցվող սուրբ արարողության եւ այսպիսով յուրօրինակ աղանդավորական միավոր է ձևավորում եկեղեցու ներսում։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունները։ Սկսենք նախ Տեր Արամի մասին իմ գնահատականից, որովհետև Տեր Արամը իրականում ինձ զարմանալիորեն այսքան ինձ շատ զարմացրել է այն առումով, որ ես վերջին ահագին երկար ժամանակաշրջանում երևի թե նկատի ունեմ հանրային հատկապես հանրային միջավայրում չէի լսել հոգևորականի, որի մեջբերումները անդադ Աստվածաշնչից են, ով խոսելուց հենվում է Աստվածաշնչյան ինչ-որ սկզբունքների վրա, բացի դրանից, որը շատ կարևոր է կարծում եմ հոգևորականի ֆունկցիայի մեջ, ինքը փորձում է մեկնաբանել Աստվածաշնչյան տեքստը, Աստվածաշնչյան ու մեկնաբանում է շատ ավելի արդի եւ շատ ավելի հանրության համար պետքական տեսանկյունից։ Շատ կարևոր է, որ հոգևոր խոսքը ինչա տալու հանրությանը, որովհետև եթե հաշվի ենք առնոր հանրության մեծամասնությունը քրիստոնյա ժողովուրդն է ու իրանց համար այդ խոսքը շատ կարևոր է, թե ինչ մեսիջներ ես փոխանցում, որովհետև դրանից կախված է նաև քո հանրության վերջնական ընդհանուր դեմքը։ Եվ այո, Տեր Արամի նաև պատարակն է շատ հետաքրքիր լսել, որովհետև Տեր Արամի եւ խոսքը եւ պատմությունը լրիվ արդի էր, լրիվ վերաբերվում էր այդ ժամանակին, իսկ ինչ վերաբերում է կարգալույց արված քահանայի պատարակին, որ դա կեղծ է եւ այլն, նախ սկսենք նրանից, որ կարգալույց արվել է մի հատ այնպես բանի համար, որ աբսուրդ է բտնոցը դնել երեխայի խաղալիքի վրա, այն դեպքում որ ինքը փորձում է երեխային ավելի մոտեցնի այդ պահին, այդ արարողությանը, չէ, որովհետև մեծամասամբ մենք տեսել ենք փոքր երեխաները կնունքներին լաց են լինում եւ այլն, իսկ ինքը փորձում է այդ խորհրդին իրապես մասնակից դարձնել երեխային։ Հիմա դա կլինի խաղի տեսքով թե բանի, վերջ-վերջո, եթե չեմ սխալվում, Քրիստոսն էլ էր երեխաներին առաջին հերթին տենց դասում շատ ավելի կարևոր դեր տալիս, քան մնացածներին, ու այդտեղ շատ սիրուն էր նույնիսկ, երբ որ ես այդ կադրերը տեսա, թե ինչի համար է կարգալույց արվել, դրանք իրականում շատ սիրուն էր ու շատ բաներ նայել են, նույնիսկ հաճելի բայց պարզ է, էլի, այսինքն թե դա վերցված է, հիմք պարզ է, թե ինչքան կեղծ օրակարգով է, գումարած նրան, որ երբ որ մարդու գործը քննվում առանց իր ներկայության, դա էլ է աբսուրդ, եւ հաշվի առնենք, թե ով է կարգալույց արել, վերջ-վերջո ինքը Կտրիչ Ներսիսյանը իր գործողություններով հիմա պարտադիր չի, որ քանի որ չկա իրենց ավելի վերադաս, հա պարզ է, որ որևիցե մեկը չի կարողանում իրան կարգալույց անի, որովհետեւ իրանք փոխկապակցված են ընդհանուր իրենց այդ բաներում, բայց ինքը իր գործունեությամբ վերջ-վերջո Աստծո աչքերում վերջապես կարգալույց եղած է, որովհետև ինքը խախտում է այդ պատվիրանները, չէ, եթե մարդը խախտում է պատվիրանները, այդ դեպքում ոնց կարա ինքը համարվի կաթողիկոս։ Եվ աղանդի մասին, որ խոսում ենք, իմիջայլոց Գևորգ Աչապահյանը շատ անկեղծ է, իր խոսքերը պետք է մեկ-մեկ ուշադիր լսել։ Գևորգ Աչապահյանը, երբ որ խոսում էր եկեղեցու մասին, եթե այդքան իրանք կարծում են, որ եկեղեցին ազգայինն է, որ հայ առաքելական եկեղեցին դա հայ ժողովրդի ժառանգությունն է եւ հայ ժողովրդի կրոնն է եւ ոչ թե առանձին աղանդ, միգուցե հենց սկզբում Գևորգ Աչապահյանի բերանը փակեն, երբ որ ինքը հայտարարում էր, որ եկեղեցին դա սակրալ տարածք է եւ այնտեղ տեղի ունեցող միջոցառում իրանք պիտի ընտրեն ով մտնի, ով դուրս գա եւ ոչ թե ժողովուրդն ազատ է, որովհետեւ դա Աստծուն, այլ իրանք եւ համեմատվում էր օրինակ կյանքի խոսքի եւ մյուս ամենայն հարգանքով իհարկե մյուս հավատքների եւ մնացած բաների հետ, բայց ինքը իրան համեմատության մեջ էր դնում մյուս կրոնական կազմակերպությունների հետ եւ ասում են ինչի՞ չեք գնում բայ դեպքում այնտեղ ու ասում սա մերն է եւ այլն մենք պիտի մասնակցենք, այսինքն այս պահին հենց Աչապահյանը քանի որ շատ ավելի բաց ու անկեղծ է խոսում
ինքը իրանց նպատակները ցուցաբերում է իրականում ինքը մատնում է իրանց նպատակները, որ այո, իրանք եկեղեցին համարում են իրանց փակ կրոնական կառույցը, որտեղ իրանք են որոշելու ով մտնի, ով չմտնի, ինչ անեն, ոնց անեն, եւ վատն է, որ այդ կրոնական կառույցը նաեւ քաղաքական կառույց է, որպես փորձում հանդես գա։ Բայց մենք բոլորս գիտենք, որ քաղաքական կառույց, քաղաքական միավոր դա կուսակցությունն է։ Եվ կտրիչ Ներսիսյանը շատ ճիշտ կանի, որ կողմնորոշվի իր նպատակներում եւ եթե քաղաքականը նորմալ է, ինքը կարա դուրս գա զբաղվի քաղաքականությամբ, ինչով եւ իմանալով իմ ունեցած ինֆորմացիայով զբաղվել է։ Այո, այս դեպքում երկակի ստանդարտների ականատես է կարծեք լինենք, պարոն Պարսելյան, օրինակ ձեր վկայակոչած հոգևորականը, արքիեպիսկոպոսը, նաև մեկ այլ արքիեպիսկոպոս, Տավուշի թեմի առաջնորդ Վազգեն Գալստանյանը նույնպես քաղաքական փաստորեն ակտիվ գործունեությամբ էին զբաղվում, որը եկեղեցու կանոնակարգով կարծեք թե պետք է համարվի կարգազանց ընթացք, ինչպես ձևակերպված է, բայց քաղաքականությամբ զբաղվելու, հոտը անտեր թողնելու կոնկրետ Գալստանյանի դեպքում, գալ Երևան հասնել, քաղաքական միջոցառում ղեկավարել, վարչապետի հրաժարականը պահանջել, այս գործողությունները փաստորեն պատճառ չհանդիսացան, հիմք չհանդիսացան նրանց կարգալույց հռչակելու համար։ Ինչու՞ մի դեպքում հանրային հեռուստատեսությամբ եկեղեցու ներքին խոհանոցին վերաբերող, այո, բացահայտումների հիմքով կարգալույց հռչակվեց քահանան, բայց նախորդ վկայակոչված դեպքերում ոչ։ Դե երկակի ստանդարտները, ես ոնց հասկանում եմ, այդ ընդդիմադիր կոչված դաշտում իհարկե կան ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք չեն ասոցացվում իրանց հետ, շատ վատ է, որ այս պահին ընդդիմադիր ասելով իրանց ենք հասկանում, իսկ իրանք փոխկապակցված են իրար հետ, երկակի ստանդարտները ամենուր է։ Իրանք ընդհանրապես այդ երկկողմանիության ոնց որ պատկերացում չունեն, երբ որ խոսում ես խաղաղության պայմանագրից չեն կարողանում պատկերացնել, որ այն ինչ այս կողմումա նաև այն կողմումա, նույն ձևել իրանք սահմանադրության կետին են տենց մոտեն, երբ որ ասում են եկեղեցին անջատ է, իրանք թվում է թե դա բան է, հայտարարություն է, որ պետություն չի կարող խառնվել եկեղեցու հոգևոր կյանքին, բայց այդ նույն կետը նաև ասում ենթադրում է, որ եկեղեցին չի կարող խառնել քաղաքական կյանքին որպես հոգևոր միավոր։ Բայց իրանց դեպքում ոնց հասկանում եմ, երբ ոնց ով ուզի, այսինքն եթե իրանք են անում դա նորմալ է, եթե իրանք չեն անում դա նորմալ չի։ Երբ որ մենք որևիցե հոգևորականի դիմում ենք իր ավազանի անունով ցույց տալու համար, որ ինքը խախտել է օրենքներ եւ կանոններ եւ այլն ու դրա համար ինքը այլևս չի կարող լինել հոգևորական եւ չի կարող կրել իր հոգևոր անունը, լրագրողների մոտ շատ լրագրողների ընդդիմադիր դաշտ լրագրողների մոտ դա ինչ որ բան է առաջացնում, տենց ներվային ինչ որ բան է առաջացնում, բայց հաջորդ օրը իրանք գնում են ու նմանատիպ խոսույթով եւ ամբիոնից էլ ընդդիմությունը խոսում է արդեն Տեր Արամի մասին։ Այսինքն, եթե դու մի պահվածք չես ընդունում, պետքա չընդունես նաեւ երբ որ դա վերաբերում է քեզ, ինչ ես տարբերությունը այդտեղ չեմ հասկանում։ Մի յուրահատուկ ֆենոմենի էլ ականատես եղանք պարոն Պարսելյան այս ընթացքում, երբ որ Տեր Արամը խոսեց եկեղեցու ներքին խոհանոցի մասին եւ ոչ այնքան հաճելի մանրամասներով կիսվեց հանրության հետ հմեկի եթերում, միանգամից թիրախավորվեց նույն այդ եկեղեցու պաշտպանների կողմից։ Վստահ եմ տեղյակ եք Facebook-յան ինչպիսի արշավ էր։ Հիմա եթե հակառակ դիտանկյունից մեկնաբանելու լինենք, արդյոք ընդդիմադիր այդ կոնտինգենտի նաև լրատվական դաշտի գործողությունները կոնկրետ մեկ քահանայի նկատմամբ արշավ չէ, այն էլ գրեհիկ արշավ, թույլ տվեք ասել։ Իհարկե իմ հենց ասացնելը է այդ, որ Երբ որ մեկ հոգևորական, այո, չի կիսում վեհափառի եւ եկեղեցու բարձր սպասավորների քաղաքական, թույլ տվեք ասել, գիծը, դա միանգամից թիրախավորվում է եւ թշնամի է հայտարարվում եկեղեցու ներսում։ Այդ մատնում է նրա մասին, որ իրականում այստեղ անձերի եւ դաշտերի հետ գործ ունենք եւ ոչ թե կրոնական վերնախավի հետ գործ ունենք, այսինքն իրանք նույն քաղաքական դաշտում են, ունեն նույն շահերը քաղաքական եւ սպասարկում են քաղաքական շահեր։ Այդ շատ բացահայտ է, շատ պարզ է, որովհետեւ ինչ ուզում է, ինչ ուզում է բացահայտվի, ինչ ուզում է իմանանք այդ կոնկրետ անձանց վերաբերյալ, իրանք փորձելու են դա արդարացնել, իրանք ասելու են նորմալ է, իրանք ասելու են դե մարդը ոնց կարա չլինի եւ այլն, բայց հերիք է քո կողմից մի բան եւ այստեղ շատ կարեւոր է էլի այդ դեպքում ինչի են նույնականացնում հենց իրենց եկեղեցու հետ, որ խաղան հանրության արդեն նուրբ այդ զգայական կողմերի վրա, որովհետև հակառակ դեպքում, եթե ես կարամ զուգահեռներ տանեմ, եթե Կտրիչ Ներսիսյանը ինքն է եկեղեցին, այդ դեպքում կարելի է նույնականացնել վարչապետին եւ ընդհանրապես իշխող ուժը նույնականացնել պետության հետ եւ այդ լրագրողները ինչ են անում, եթե ոչ այս պահին պետության դեմ արշավեք, եկեք եթե այդ տրամաբանությամբ շարժվենք։ Եվ այդ լրագրողները ինչ են բողոքում, երբ որ օրինակ տեսնում են, որ ինչ որ մեկը եթե դեմ է խոսացել, հանկարծ վայ իր նկատմամբ ինչ որ բան, չնայած
պարզապես դեմ խոսալու համար չի էլ լինում նմանատիպ ինչ-որ բաներ, բայց ես պատկերացնում եմ, թե ինչ տեղի կունենար, եթե օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում ինչ-որ մեկը ենթարկվեր տարբեր պատիժների ընդհուպ մինչև կուսակցությունից անելը, ընդհուպ մինչև պաշտոնից անելը, մենակ նրա համար, որ ինքը բարձրաձայնել է ենթադրենք կուսակցության ներսում կամ պետության ներսում եղած խնդիրների մասին։ Այս մոտեցման բան է, որ այսինքն իրանք ոչ թե սկզբունքներով են շարժվում, այլ իրանք շարժվում են շահերով, ուրիշ տարբերակ չի կարող լինի։ Գիտենք, որ մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո Գարեգին Բ-ն հանդես եկավ իշխանության հրաժարականի, վարչապետի հրաժարականի պահանջով եւ իր այդ պահանջը վերահաստատեց մի քանի անգամ, մասնավորապես 2023 թվականին էլ ասաց, որ այդ պահանջը անժամանցելի է։ Պարոն Պարսելյան, ինչ եք կարծում, եթե եկեղեցին եւ իշխանությունը փոխգործակցեին, հաշտ լինեին, ինչպես նախկին ռեժիմի օրոքեր, արդյոք այն ընդդիմադիր գործիչները, ովքեր ստանձնել են եկեղեցու պաշտպանությունը, հակառակ դիրքերից հանդես չէին գալու եւ իսկապես թիրախավորելու են եկեղեցին, արշավ էին սկսելու եկեղեցու դեմ այս Արցախահանձնիչ իշխանությանը պաշտպանելու համար։ Իհարկե, բացի դրանից, եթե այս կառավարությունը եկեղեցուն թույլ տար, այսինքն, եթե եկեղեցին հասկանար, որ միջավայրը այն է, ինչ որ առաջ ու ինքը կարելի անի իր այն գործողությունները, ինչ որ անում էր առաջ, եկեք չմոռանանք նույն Կճոյանին, որին Բենթլի Սամոյին տեղ-տեղ ժողովուրդը ասում չմոռանանք մյուսներին, որոնք G կլասներով են պատտվում եւ այլն։ Իհարկե, այստեղ կա նաեւ իրենց անձնական շահերը, բայց ես վստահ եմ, որ եթե իրենք լինեին պետության կողքին կանգնած, իրանք թիրախավորվելու են նենց, ոնց որ թիրախավորվում են ցանկացածը, երբ որ մեր հետ որևիցե կառուցողական քննարկում կամ մեր հետ որևիցե հանդիպում ա ունենում, էլի այդ հասել է նրան, որ ես էլի եմ ասել, որ նույնիսկ տենց շատ հեղինակավոր մարդիկ են թիրախավորվում, երբ որ ընդամենը օրեր առաջ իրանց սիրում էին, իրանց պաշտում էին, մեկ էլ հայտնվում են իրանց թիրախում, մենակ նրա համար, որ մեր հետ ինչ-որ առնչություն, ինչ-որ խոսակցություն են ունեցել, սա շատ գրեհիկ ու շատ վատ պահվածք է, եւ սա պարզ ցույց է տալիս, որ ինչ կլինի, եթե հանկարծ այս մարդիկ գան իշխանության, սա շատ պարզ է, որովհետև եթե իրանք չունեն իշխանական լծակներ ու սենց են անում նրանց, ովքեր չեն փառաբանում իրանց կամ չեն մեծարում իրանց կամ իրանց հետ նույն շահերի մեջ չեն տեղավորվում, բայց ինչ կանեն, եթե իրանք լինեին իշխանության, եկեք նույնիսկ այս տեսանկյունից նայենք, կամ ինչ կանի այդ նույն եկեղեցին, երբ որ իրանք գան իշխանության ու այս եկեղեցու հետ հաշտ ու համերաշխ էլի շարունակեն այն ինչով զբաղվել են ժամանակին։ Պարոն Պարսելյան, կարգալույց հռչակված քահանայի դեպքը եւ մյուս այլ հոգևոր սպասավորների խիզախումը խոսել եկեղեցում տիրող վարք ու բարքի մասին չի վկայում, որ ի վերջո Գարեգին Բ-ի միահեծան իշխանությունը ճաքեր է տվել եւ մոտ ժամանակներս ականատեսը կլինենք, ինչպես վարչապետն է ասում, Վեհարանը Կտրիչ Ներսիսյանից ազատագրելու գործընթացին եւ ձեր անձնական դիտարկումները այս գործընթացը ի վերջո ինչով կավարտվի, կամավոր հրաժարումով, հեռացումով, թե այլ միջամտություններ գուցե լինեն։ Եթե մենք ուզում ենք, որ եկեղեցին մնա ժողովրդին ու եկեղեցի ասելով, ընդհանրապես եկեղեցին մենք միշտ ինչ ենք անդադ խառնում, մենք վերնախավին են եկեղեցի դիտարկում եւ այլն, որտեղ եկեղեցի ասելով 3 բան ենք ընդհանրապես նկատի ունենում։ Եկեղեցին մեկը հենց հավատքն է մարդկանց, մեկը շինությունն է եւ մյուսը այդ վերնախավ, այդ ինստիտուտը, որ գործում է։ Ու այդ ինստիտուտը իհարկե անմեղներ չեն, իրանք տենց սովորական մահկանացուներ են եւ ավելի վատ երբեմն մահկանացուներ են, քան մեր բոլոր քաղաքացիները։ Եվ եթե ժողովուրդը ուզում է եկեղեցին ինչ որ ինքն է հասկանում եկեղեցի ասելով մնա իրենը, որպեսզի իր եկեղեցին մնա իրեն հարազատ, ուրիշ տարբերակ չկա։ Հակառակ դեպքում այս ամեն ինչը տեսնելով, հակառակ դեպքում հավատավոր հոտը այս ամեն ինչը տեսնելով ինքը գնալով հեռանալու է այդ եկեղեցին եւ այն մեղադրանքը, որ մենք ենք աղանց ստեղծում, իրականում ստեղծում են հենց իրանք։ Չնայած էլի եմ ասում, ես անձամբ ցանկացած հավատք եւ կրոնական կազմակերպության շատ նորմալ եմ մոտենում, ես չեմ ուզում իրենց վիրավորեմ, պարզապես իրենց խոսույթի հետևանքն է դա։ Եկեղեցին ինքը իրանից վանում է մարդկանց։ Հակառակ դեպքում ինքը ժամանակին ստիպված չէ լինի գար մտնել դպրոցների, այլ կգային դեպի եկեղեցի։ Այնքան չեն գալի դեպի եկեղեցի, որ ինքն է ստիպված ընկնել այստեղ, այնտեղ ու փորձել իր այդ ժամանակին եղած երբեմնի այդ ազդեցությունը եւ երբեմնի սերը վերականգնել, բայց պարտադրանքով ոչ ման չես կարող անել։ Եվ այո, իսկ քանի որ
հայ ժողովուրդը հավատավոր է մեծամասնությամբ եւ շատ կարեւորում եկեղեցին իր կյանքում ընդհանրապես եւ իր պատմության եւ ապագա եւ ներկայի մեջ իհարկե հաղթելու է այս դեպքում էլի ժողովուրդը, որովհետեւ ինքը թույլ չի տա, որ եկեղեցին օգտագործվի ներքին եւ նույնիսկ արտաքին ուժերի կողմից այլ նպատակներով։ Դուք ենթադրում եք, որ եկեղեցին արտաքին ուժերի կողմից օգտագործվում է։ Ենթադրում եմ եւ դրա համար ունեմ բավական հիմքեր, ոչ միայն ենթադրելու, այլ ինչ-որ ահագին համոզված լինելու, որովհետեւ եկեք տեսնենք, թե եկեղեցուն ի պաշտպանություն որտեղից են ընդհանրապես գալիս տենց մեծականակ օգնություններ, նկատի ունեմ մարդկանց եւ այլն գործիչների տեսքով, չմոռանանք էլի Կտրիշ Ներսիսյանի եղբոր գործոնը, չմոռանանք նույն այնտեղի եկեղեցու հայտարարությունները, չմոռանանք Մարգարիտա Սիմանյանի ու իր ալիքի դիրքորոշումները, Սպուտնիկի դիրքորոշումները եւ այլն, շատ պարզ է, որ սա որ եկեղեցին վերածվել է Հայաստան դեմ հիբրիդային պայքարի գործիքներից մեկը, եկեղեցիացնելով ես էլի շեշտեմ, ես նկատի ունեմ եկեղեցու վերնախավը, եկեղեցին որպես ինստիտուտ բացառությամբ որոշ համարձակների, որոնք վերջապես հասկացել են, որ եթե իրենք չէ, ապա ով պետքա բարձրաձայնի սրա մասին ու դրանում մեծագույն համարձակություն է ցուցաբերել առաջինը Տեր Արամը եւ հենց դրա համար ես իրան շատ հարգում եմ։ Կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ այս ընթացքում քանիցս մեղադրանքներ է հնչեցվել եւ Գարեգին Բ-ի եւ մի շարք բարձրաստիճան հոգեվորականների հասցեին, բայց ցայսօր թույլ տվեք նկատել, այդպես էլ չի հերքվել այդ փաստը, այդ մեղադրանքը, որ Կտրիչ Ներսիսյանը Գարեգին Բ-ն չունի դուստր, այսինքն չի խախտել կուսակրոնության ուխտը։ Օրեր առաջ համացանցում հայտնվեցին բարձրաստիճան մեկ այլ հոգևորականի մասնավոր կյանքին վերաբերող ֆոտոներ, տեսագրություններ եւ այլն, որոնք մարդու մասնավոր կյանքի իրավունքն են խախտում, բնականաբար դատապարտելի է նման խախտումը, բայց միևնույն ժամանակ ապացուցում են կուսակրոնության ուխտի խախտման մեղադրանքը կարծեք թե, որովհետև բարձրաստիճան հոգևորականը ըստ եկեղեցու կանոնակարգի չունի մասնավոր կյանք ունենալու, այսինքն ինտիմ կյանք վարելու իրավունք, թույլ տվեք ավելի չմանրամասնել։ Այս փաստերը ինչի մասին են խոսում։ Իհարկե այդ դեպքը մարդու մասնավոր կյանքի տեսանյութերի տարածումը ոչ միայն դատապարտելի է, այլև կարծում եմ քրեորեն պատժելի արարք է եւ պետք է նաեւ այս ճանապարհով գնացվի, թե ով է որ խախտել է այդ կանոնը։ Եվ ես էլ կարծում եմ, որ մարդու անձնական կյանքը իհարկե հանրայնացնել որևիցե մեկի իրավունք չունի, բայց արդեն փաստ է, որ դա կա եւ փաստ է, որ դա ապացույց է գոնե առնվազն եթե ոչ դատարանում Եթե դատարանում կամ բանում դա իհարկե հնարավոր չի օգտագործել որպես փաստ եւ ենթադրենք եթե դա լիներ քրեական գործի շրջանակներում եւ այլն, բայց այն որ հանրությունը արդեն իր համոզմունքները դարավ փաստացի, այսինքն արդեն փաստ ունի իր համոզմունքների մեջ, դա առերևույթ է եւ այստեղ շատ ամենախայտարակն է, որ ոչ միայն կուսակրոնության ուխտն է այս մարդը խախտել, այլև եթե նույնիսկ կուսակրոն չլիներ ու իր բարեկամու հետ լիներ կապի մեջ, դա արդեն անընդունելի փաստ է։ Ես շատ չի ուզենա սրանով տենց շատ թիրախավորեի, պարզապես եկեք արձանագրենք, որովհետև եղել է էս եւ իսկ ժամանակին էլ անընդհատ դրա մասին գրվել է ու չեն արձանագրել։ Ու շատ կարեւոր է այստեղ նայել եկեղեցու դիրքորոշմանը, երբ որ ինքը այս մեղադրանքներին, այսինքն Կտրիչ Ներսիսյանի եւ մնացածների պաշտոնական հայտարարությունը, երբ որ փորձում են նման դեպքերի շուրջ արձագանքեն, մենք ոչ միայն այս դեպքում հերքում չունենք, մենք հերքում չունեցանք եւ ձայնագրության, երբ որ ստիպում էին գնալ հանրահավաքների եւ ակցիաների Որթեկորուս մորը վերցնելով, դրան էլ չհակադարձվեց, էլի դեպքեր եղան, որ Կտրիչ Ներսիսյանի հետ կապված, որ ինքը դուստր ունի ու դա շատ վաղուց գրվել էր հրապարակ թերթում, որը այսօր տենց կրծքով պաշտպանում է ու իմիջիայլոց գրվել էր նույնիսկ լրագրողական էթիկան նորմալ չպայելով, որովհետև խայտարակ հոդված էր, շատ վատ, շատ գրեհիկ բառապաշարով, բայց համենայն դեպս, այսինքն նույն թերթը, նույն լրատվամիջոցը գրել էր դրա մասին, հիմա փորձում է կրծքով պաշտպանել ու բանանել, հայտարարել, որ նման բան չկա, թե նման բան կա, բայց լավ է անում։ Այ եկեղեցու դիրքորոշումը մոտավորապես այդ է, որ գիտեք, դուք ով եք, որ ես մի հատ էլ ձեզ հանրությանը նկատի ունենալով, ասեմ, թե ես ինչ եմ անում, ինչ չեմ անում, դա ձեր գործը չի եւ վերջ։ Ըստեղ էլ իմիջիայլոց շատ պետք է հիշել էլի Աճապահյանին, որովհետեւ ինքն է ասում եմ շատ անկեղծ խոսում, ինքը այստեղ ինքը մատնում է, որ իրանք այդ էլիտար մոտեցմանն են գնում դեպի, այսինքն երբ որ Աճապահյանը չեմ հիշում ում մեղադրելով ասում էր, որ դու Սափրիչի թոռ ես, դու ով ես որ կարողանաս
երկխոսել կամ մեղադրել եւ այլն վեհապար հայրապետին, որովհետեւ ինքը կրթված է, իսկ դու սափրիչի թոռ ես, սա այդ դասակարգային, այդ էլիտաների խտրականության մոտեցումը բացահայտ արդեն կոնկրետ Աչապահյանը բարձրաձայնում է, բայց մյուսները նման ձևով պահում են։ Այսինքն իրանք նույնիսկ ժողովրդին արժան չեն համարում ստանալու այն հարցերի պատասխանները, որոնք օդում եւ իրանց շուրջ այս պահին տեղի են ունենում։ Որովհետեւ բան իրանց կողմից չի հերքվել եւ սա թույլ է տալիս մտածել, որ այդ ճշմարտությունն է։ Ժամանակակից աշխարհում, երբ որ մեկին մեղադրում են երեխա ունենալու եւ իր ծնողական իրավունքները հերքելու մեջ, ԴՆԹ անալիզ է հանձնում։ Օրինակ, տարբերակներից մեկը արդյոք չպետք է դիտարկեր Գարեգին Բ-ն, օրինակ ԴՆԹ անալիզի հանձնումը, եթե նախանձախնդիր է իր վարկի, իր հեղինակության հարցում մեղադրում եք ինձ դուստր ունենալու մեջ, նույնիսկ անուն ազգանուն նշում եք, նույնիսկ նշում եք, թե որտեղ է աշխատում, եկեք հավատավոր իմ հոտ գնանք եւ այդ անալիզը հանձնենք, ես ապացուցեմ, որ նա իմ դուստրը չէ։ Օրինակ, չեք համարում, որ նմանատիպ միջոցառումները, այո, կցրեին եկեղեցու Գարեգին Բ-ի շուրջ շատ միջոցառումներ կցրել։ Շատ միջոցառումներ կցրել, բայց սկզբից մինչև դրան հասնել, սկզբից պետք էր վերբալ հերքել այդ ամեն ինչը։ Այդ մարդը չի ասում, որ ինքը չի արել, որ մի հատ էլ փորձի ապացուցել, որ ինքը չի արել։ Այսինքն ինքը երբ կարար գնար դրան, երբ որ ասել, որ ես չեմ արել, բայց այս մարդը չի հերքում, որ ինքը չի արել, հակառակ եւ այստեղ ես հասկանում եմ ինչի չի հերքվում, ինչի չի գնում այդ հետքերով, որովհետեւ եթե հանկարծ մի հատ նախադեպ եղավ, որ իրանք արձագանքեցին իրենց հանդեպ մեղադրանքներին, հետո կարող է այնքան բաներ բացահայտվի իրանց մեջ եւ կարող է իր շուրջը նաեւ եղածները, այդ թվում նաեւ այն ժամանակ երևի Արշակը իրեն հետ են պահում որևիցե դիրքորոշում հայտնելուց իրենց ուղված մեղադրանքներում, որովհետեւ 1-2 եւ երբ որ փորձեն սկսեն անընդհատ մտնել բանավեճի մեջ ու հերքել, կարող է միտեղ հանկարծ չկարողանան Խաչաձև հարցումների տարբերակով, այսինքն երբ որ հարցերը շատ լինեն, կարող է միտեղ հանկարծ մատնեն իրենց։ Եվ այս պատճառը ինձ թվում է, որ իրանք ընդհանրապես չեն ուզում դիսկուրսի մեջ մտնեն, որովհետև թաքցնելու շատ բան ունեն։ Գանք ներքաղաքական օրակարգին, պարոն Պարսելյան, գիտեք, նոյեմբերի 16-ին Վաղարշաբաթում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, քաղաքացիական պայմանագիրը նույնպես մասնակցում է ընտրություններին, ավելին 7 ընդդիմադիր ուժ է մասնակցում։ Ընդդիմադիր չասենք, բացի քաղաքացիական պայմանագրից եւս 7 քաղաքական ուժ է մասնակցում։ Իդեպ արդեն տեսանելի են, թե որ տեխնացուներն են, որ քաղաքական ուժերն են նախկին իշխանության ֆավորիտ ուժերը։ Խնդրում եմ ասել, պարոն Պարսելյան, ձեր շանսերը այնքանով, որքանով հետևել եք քարոզարշավին, ինչպես է կգնահատում, արդյոք 50+1-ի հավանականություն կա, որ կստանաք, եւ շատ է խոսվում նաեւ Գյումրի 2 սցենարը Վաղարշաբաթում նույնպես փորձարկելու մասին։ ՔՊ-ն ինչ միջոցներ է գործի դնելու, որպեսզի դիմակայի նման սցենարի վերստին կիրառմանը։ Գործիքներ այդ առումով կարծում եմ տենց չկան օրինական նախատեսված ինչ-որ տարբերակներ, մենք պետքա պարզապես գնանք 50+-ի, այսինքն նկատի ունեմ չէ բանը, որ եթե հանկարծ իրանք 50+ հավաքեն, մենք երբևէ ընտրություններ չենք կեղծել եւ ելի ինչպես միշտ ընդունելու ենք ընտրությունների արդյունքները, ոնց որ ընդունել ենք ամենուր, իհարկե մեզ լրիվ հակառակում են փորձում մեղադրել, բայց փաստը մնում է փաստ, որ մենք ցանկացած տեղ ընտրությունների արդյունքները ընդունել ենք, նույնիսկ այն դեպքերում, երբ որ մենք պարտվել ենք, բայց այստեղ պետք է հաշվի առնել նաև այն, որ այդ մարդիկ հրաժարվեցին բանավեճից, ես կարծում եմ ժողովուրդը պետք է գնահատի այս ամեն ինչը։ Այսինքն ով չի գնում բանավեճի, ով որ ժողովրդի հետ խոսալու բան չունի, թե թաքցնելու բան ունի, թե վստահ չի, որ ինքը ունի քաղաքական օրակարգ եւ կարող է այդ իր սնանկությունը քաղաքական օրակարգով վերևալ։ Մանավանդ որ չմոռանանք, թե տեխնացուներից մեկը ով է, այդ դեպքում ընդհանրապես, հա, հայտնի Սակուլիկների ղեկավարը, ես մինչև հիմա եմ լավ հիշում այդ կադրերը, այդ ամեն ինչը, մի անգամ նույնիսկ ամբիոնից եմ Սակուլիկներին հիշել, իհարկե անունը Սակուլիկ չի, բայց ամենայն դեպս ինքը պատմության մեջ մնաց որպես Սակուլիկների խմբի առաջնորդ,
մարդ, որին նույնիսկ իր կուսակցական լիդերները այսօր փորձում են հեռու մնան, որ շատ ավելի չխայտարակվեն, որովհետև աչքովս ընկավ, որ Տարոն Մարգարյանը հարցազրույց է տվել եւ ասել է, որ էլ կապ չունի իր հետ, որ ինքը ժամանակին հանրապետական կուսակցությունից էր, իսկ հիմա եւ այլն։ Նույնիսկ տեղյակ չէր, որ նոր կուսակցություն է բացել։ Այո, իհարկե, այսինքն նույնիսկ իր քաղաքական տենց վերնախավերը, հա, Իրանից փորձում է այս կողմ մնալ, այն դեպքում, որ հələ էլի նույն քաղաքանդիմության նույն դաշտում են գտնվում, բայց արդեն իսկ զգուշանում են։ Այսինքն ես չեմ պատկերացնում ինչ պիտի լինի մարդ, որ Սերժ Սարգսյանի կողքը կանգնողը նեղվի իր կողքը կանգնելուց, որտեվ սենց տնես Սերժ Սարգսյանի կողքը կանգնելով արդեն իսկ մարդիկ քաղաքական իրանց ամբողջ կապիտալը հավասարացնում են 0-ի։ Ձեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը նախորդ շաբաթ ճեպազորույցի ժամանակ, երբ որ ես ասացի, որ ձեզ համար նորմալ է, իմ ձևակերպությամբ օքեյ է, որ նախկին հանրապետական կուսակցության անդամը, որը նաև հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է եղել, երիտասարդական կառույցների պաշտոններ է զբաղեցրել, գլխավորում են հաղթանակ դաշինքը, որը ձևավորել են ՀՅԴ-ն եւ առաջ ԱՉԱ-կենտրոնը, որի անդամներն ի դեպ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են, ինքը շատ վրդովվեց, ասաց, ինչու եք դուք մարդու ածական անունը շրջանառում, պետք է պրակտիկա դարձնել, մականուններով չխոսել, իր անունը սևակ է, մի խոսքով շատ վրդովեց, բայց կարծեք թե դրանից էությունը չի փոխվում։ Մարդը, այո, ունի այսպիսի քաղաքական անցյալ, նույնիսկ մեղադրեց քաղաքացիական պայմանագրին, ասաց, որ ձեր վարչության կազմում էլ կան նախկինում այլ կուսակցությունների անդամ եղած ներկայացուցիչներ։ Չէ, շատ նորմալ է, որ մարդը քաղաքական հայացքներ է փոխում կամ երբ որ բացահայտում է, որ իր քաղաքական ուժը այն հայացքները չունի, ինչ ինքն էր կարծում եւ տեղափոխվում է մի կուսակցությունից մյուս, դա ուրիշ հարց է։ Մենք այստեղ խոսում ենք ուրիշ բանի մասին։ Նախ ածականներով խոսելուց պետք է հաշվի առնել, թե իրանց դաշտում ածականներ ունեցողները ինչքան շատ են, բայց հարցը դրա մասին չի, մենք ածականով չենք խոսում, այդ մարդու քաղաքական կերպարը նկարագրող անուն է դա։ Այսինքն եթե ինքը լիներ իր պրոստը իր բակի ածականը կամ լիներ իր ընկերների մեջ ինչ-որ տարածված ածական կամ հանրության մեջ, բայց որպես պարզապես ածական ոչինչ չասող, իհարկե չէր կիրառվի այդ բառը, բայց սա իր քաղաքական կերպարն է նկարագրում, այսինքն ինքը մի տեսակ քաղաքական երևույթ է արդեն այդ սակուլիկ կոչված, այսինքն մարդիկ, որոնք պարզապես նրա համար էին, որպիսի լրագրողներին արգելեին Տարոն Մարգարյանի տեխնացուականը լուսաբանել, որովհետև կարծում եմ, որ այդքան էլ լավ բաներ չէր լինի, եթե հանկարծ լուսաբանեին Տարոն Մարգարյանի տեխնացուականը։ Որ անպատվաբեր այսպես ծառայություններ մատուցելու։ Այո, իհարկե, եւ Սակուլիկը, այո, ոչ թե իր ածականն, այդ ամբողջ խումբն էր Սակուլիկ կոչվում։ Սակուլիկը դա քաղաքական բանում եղած տեսակ է, ու այդ շատ լավ նկարագրում է այն ժամանակ իր զբաղված գործերով, բայց մյուս կողմից, ախր այստեղ շատ կարևոր է ուրիշ բան, դաշնակցությունը սիրում է պնդել, որ ինքը 135 տարվա կուսակցություն է։ 135 տարվա կուսակցությունը այդ ինչ օրը պետք է ընկնի, որ ոչ իր առաջնորդը լինի դաշնակցական, ոչ իրանց տեխնացուները լինեն դաշնակցական, որ որևիցե տեղ իր դեմքով չկարողանա հանդես գալ, բայց գա պնդի, որ դուք գիտեք դաշնակցությունը, եթե այդքան դաշնակցությունը պատմության մեջ, այդքան անսխալ, ոնց որ իրանք են սիրում ներկայացնել իրանց պատմությունը, ֆետիշացնել, այդքան տենց դրական ինչ-որ բան է, իրանք ինչի են ամաչում իրանց դեմքով հանդես գալուց։ Ինչու են ամաչում։ Կարծում եմ ժողովրդի ռեակցիան են պարզապես տեսել, որովհետև դաշնակցությունը համենայն դեպս նույնիսկ մի կողմ թողած քաղաքականությունը դաշնակցական բրենդը, էլի եմ ասում, հանրության մեջ, իսկ շատ կարևոր է այս դեպքում ընտրությունների գնալուց հանրության կարծիքն է կարևոր, որովհետև ինքն է վերջիվերջո քվեն տալու, հանրության մեջ դաշնակցությունը ընդամենը եղել է այդ հայրենասիրական երգերը, այդ անդադ կռվել թուրքի դեմ, մյուսի դեմ, եւ երբ որ հիմա հանրությունը արդեն աշխարհայացք է փոխում, երբ որ խաղաղության արդեն օրակարգն է եկել առաջի պլան, երբ որ այդ նույն հանրության մեջ արդեն այդ պահանջն է ձևավորվում խաղաղ ապրել հարևանների հետ, որ վերջապես հանգիստ ապրել, որ իրանց երեխաները չփոխանցեն իրանց կռիվը իրանց երեխաներին, որ այդ երեխաները ավելի շատ մտածեն իրանց կրթության, իրանց զարգացման, իրանց մնացած բաների մասին, այստեղ դաշնակցությունը դառնում է անպետքական մի բան, այտենց պատմություն, հա, իրանք կարան խնդրեմ, կարանք ազգային ժողովի թանգարանում մեկին էլ տենց կանգնացնենք այնտեղ որպես պատմության տենց մի բան, եթե իրանք համաձայն կլինեն, բայց իրանք իրական ներկայում էլ ոչ չկան իրանք ներկայում։ Իրանց խոսույթը, իրանց ելույթները ոչ մի բանը ներկայի մասին չի։ Իրանց ելույթները գալիս են հնից, այս 30 տարվա, երբ որ իրանք խոսում են, ինձ թվում է թե տենց անընդհատ ժամանակը գնում է 30 տարի հետ ու գալիս է, գնում է ու գալիս է։ Եվ էս է իրանց խնդիրը, որ իրանք այսօրի են ընկել։ Էլի եմ ասում, իրանք լիդեր չունենան, կամ լավ, իրանց լիդերները այնքան
վատը լինեն, որ բաժանվեն խմբերի ու ամեն խմբի լիդեր որպես վարչապետի տեխնացու բերեն լրիվ ուրիշ մարդկանց, ես չեմ պատկերացնում իրավիճակ, որ քաղաքացիական պայմանագիրը ունենալով հնարավորություն իր կողմից լիդեր ունենալու վարչապետի տեխնացու, այդ ինչ օրի պիտի ինգնի, որ գնաց տեղից ընդեղից գտնի բերի փորձի հերթով, թե որը այդ դրա պատասխանն էլ շատ լավ այդ բանը, ամեն մեկս մեր ձևով ոչ ապա քաղաքական շարժումն է տվել, որ մարդիկ ասում են մենք ընդունելի վարչապետ կգտնենք։ Այսինքն այս մարդիկ նույնիսկ խնդիր ունեն գտնելու մեկին իրանց դաշտում, որը ոչ թե ժողովուրդը ընտրում է, ոչ թե ժողովուրդը հավանում է, այլ լավ ընդունելի է։ Այս ու իրանց մոտեցումը նաև ընտրություններն, այսինքն ժողովուրդը պարտավոր է ընտրի իրանց, այսինքն ինքը ընտրության հնարավորություն էլ չունի, բայց մեկին բերենք, որ ընդունելի լինի, էլի։ Այս իրանց մտածողությունը ընտրությունների վերաբերյալ չեմ կարծում, որ իրանց լավ տեղա տանել։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Պարսելյան։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։